Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող կարգավորման գործընթացը ինքը օրակարգում է, համենայն դեպս դե Հայաստանի պարագայում պարզ է Ադրբեջանի կողմից եւս որևէ շեղում չկա այդ օրակարգից, բայց միջազգային քաղաքականության վրա Իրանի դեմ պատերազմի ազդեցությունը ինքը սահմանափակում է մյուս բոլոր կոնֆլիկտների շուրջ եղած ուրեմն գործընթացներ, օրինակ տեսեք ռուս-ուկրաինական պատերազմի մասին ով է մտածում, խաղաղության մասին, կարգավորման մասին ոչ ոք չի խոսում։ Դրան գումարած տեսեք նոր խնդիրներ են առաջանում Միացյալ Նահանգների եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների, հատկապես եվրոպական երկրների միջև։ Այսինքն տարբեր զուգահեռ խնդիրներ են առաջանում, որոնք ընդհանուր առմամբ աշխարհում ընթացող նաեւ քաղաքական process-ների վրա բացասական ազդեցություն, դե տնտեսական, քաղաքական դա միանշանակ է։ Սա է պատճառը, որ ինտենսիվություն որպես այդպեսին չի նկատվում։ Դրան գումարած նաեւ Հայաստանի ներսում ընթացող ներքաղաքական, այսինքն նախընտրական process-ները եւս թույլ չեն տալիս, որ process-ը բովանդակային առումով առաջ շարժվի, TRIP-ի հետ կապված, այսինքն Միացյալ Նահանգների ակտիվությունը այս գործընթացում եւս սահմանափակված է էլի օբյեկտիվ պատճառներով։ Սա է, որ մենք չենք տեսնում բովանդակային տեղաշարժ, բայց անկախ Իրանում պատերազմից այս пассивությունը կանխատեսել էր, որտեղ Ադրբեջանում եւս մեծ հաշվով սպասում են Հայաստանում ընտրությունների արդյունքներից։